Ողջույն մեր շատ սիրելի հեռուստադիտող, ինչպե՞ս եք։ Զգում եք, թե ինչքան արագ է անցնում, ես նույնիսկ ասեի սլանում ժամանակը։ Եվ մենք արդեն կիսաեզրափակիչ փուլում ենք։ Տեսակ, թե ինչպես հանդես եկան մեր մասնակիցները։ Նրանց շատ լարված, հետաքրքիր, տարաբնույթ ելույթներին կանդրադառնանք քիչ անց, իսկ հիմա առաջարկում եմ տեղափոխվել Ետնաբերդ։ Լավ եմ պատրաստվել, քիչ ժամանակում։ Այսօրվանից սպասում եմ, որ ժյուրին եւ հանդիսատեսը շատ կհավանեն։ Այսօր երգելու եմ Feeling Good երգը, պատրաստվել եմ բավականին լավ, բավականին երկար, բավականին քրտնաջան, բավականին։ Բառապաշտը սավարտեց, ինչ ավել ասնել։ Սկսեք ձեր օրը թեթև ու թարմ սննդով։ Միլկին առաջարկում է միշտ թարմ կատնամթերք, որը պատրաստված է բացառապես բնական կաթից։ Համեղի եւ օգտակարի համադրություն՝ կաթ, մածուն, թթվասեր, հատիկավոր կատնաշոր, իսկ յոգուրտները կզարմացնեն ձեզ իրենց նուրբ համով, քանի որ հարուստ են թարմ մրգերի եւ հատապտուղների ախորժելի միքսերով։ Սպիտակուցների լավագույն աղբյուրը ձեր սեղանին։ Կատարյալ ու սննդարար կատնամթերք ձեր եւ ձեր փոքրիկների համար։ Միլկին, առողջ ընտրություն, առողջ օրվա համար։ Էլա ինչպես ես կպատմես ինձ քո կերպարի մասին։ Ես լինելու եմ ծաղրածու եւ ունեմ փոչիկների վրա ունեմ փոքր փուչիկներ։ Տրամադրությունը շատ լավ է, դուք բացեք։ Ես շատ լավ եմ, անհամբեր սպասում եմ ձեր ելույթներին։ Այսօր ինչ է լինելու բեմում քո կատարմամբ։ Ես լինելու եմ իբր թե մանիկեն, ինձ բերելու են սեղանի տակ եւ ես անսպասելի կբարձրանամ սեղանի վրա եւ կպարեմ փուչիկի հետ նաեւ։ Մուլտֆիլմներ շատ եմ նայել, ծաղրածու այդ կերպարը ինձ շատ է դուր եկել, ինձ թվում է ինձ համապատասխան է։ Շատ լավ է տրամադրությունս, քիչ լարված է, բայց դե լարվածությունս ընթացքում կանցնի ինձ թվում է։ Այս անգամ նվագելու եմ փակականջներով։ Ուրիշ երգչություն լսել եմ, ուրիշ նվագեմ։ Ой, настроение вообще огонь, я так рад, что наконец-то этот день настал. Я очень долго готовил этот номер, преодолевали много различных трудностей, ну вот костюмчик хорошо сидит и номер готов. Արմենջան կպատմեք ձեր կերպարի մասին։ Գլադիատորն է, էլի լարված է, դեպ մտածում եմ, որ ամեն փուլը դի վերջինն է, պիտի ներկանաս ոնց ուզում ես, այդտենց ճոխ, թե ձեր նման, թե Հասմիկի նման, թե վարսավիրների բոլորի նման շատ լավ անձնակազմ կա, շատ տրամադրությունս բարձր է, որովհետև ամեն ինչում կանգնած եք մեր կողքին։ Մերսի շատ։ Բինգբերի ամենավառ նորույթը արդեն այստեղ է։ Ռուբի վանիլային համեղագույն պաղպակ, պատված ռուբի վարդագույն գլազուրով, իսկ ներսում լիքը գունագեղ ու խրթխրթան գնդիկներ, վառ, գունեղ ու անսահման համով։ Ռուբին սպասում է քեզ, որպեսզի օրը դարձնի ավելի քաղցր եւ գունավոր։ Ռուբի, նոր հրաշք, նոր համ, նոր վայելք, վաճառվում է ամենուր։ Լարված եմ մի քիչ, բայց ոնց որ պատրաստ եմ ընդհանուր։ Չեմ քնել, պարապել եմ, դժվար համար է դրա համար։ Ավելի շատ հնարքի ես անգամ խոսքի մասին չեմ մտածել, ինչ կասեմ, այն կասեմ։ Ինչքան գեղեցիկ եւ յուրահատուկ կերպարներ են ընտրված մեր բոլոր մասնակիցների համար։ Ինչպես գիտեք, մեր մասնակիցների դիմահարդարումն ու վարսահարդարումը ապահովում է ոճաբան կոլորիստ վարսահարդար Լուսինե Գասպարյանի թիմը։ Դե ինչ, կիսաեզրափակիչ փուլ առաջին օր։ Ինչպես ասում են, ռեկ։ Все прошло отлично, слегка поторопился, кое-где в музыку не попал, но это не важно. Главное, что всем все очень понравилось и было органично.
Լսում եք, չէ՞ որ Եղանակը Ես շատ ուրախ եմ, շատ տպավորված եմ։ Ես չի պատկերացնում, որ այսքան ճիշտ կնվագեմ։ Տպավորությունը շատ լավ է։ Իմ ելույթի ժամանակ նաև Սյուզաննան շատ վախեցավ։ Ես թվում է իրենց կարծիքները իմ համար շատ կարևոր խորհուրդներ էին։ Հուսով եմ ձեզ իմ ելույթը շատ դուր եկավ եւ հուսով եմ ինձ կքվեարկեք, շատ ուրախ տրամադրություն կունենաք իմ ելույթը նայելուց հետո։ ACVH Travel-ը տարիներ շարունակ կանգնած է Շանթ հեռուստաընկերության միջազգային նախագծերի կողքին։ Համահայկական շրջագայությունների ընթացքում ACVH Travel-ը հնարավորություն է տալիս հայ տաղանդավոր երիտասարդներին ներկայանալ ամերիկահայ համայնքին, ամրապնդելով Սփյուռք Հայաստան կապը եւ ստեղծելով անմոռանալի հիշողություններ յուրաքանչյուր մասնակցի համար։ ACVH Travel, երբ ճանապարհորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Շատ գոհ եմ ելույթիցս, ավելի ճիշտ ամենավերջին երգաթիցս։ Չեմ կարող բառերը բացատրեմ ինչ եմ զգում, բայց երևի ժյուրին հավանեց իմ նվագը, իրենց կարծիքներից դա կարող եմ եզրակացնել։ Զիրանի հետ վերջում հատվածը, ով մենք ոչ բեմադրել էինք, ոչ պլանավորել էինք, այդպես ստացվեց։ Մեր գործընկերն է աշխարհահռչակ Damat Twin բրենդը, որը նախագծի ժյուրիին, ինչպես նաև ինձ տրամադրել է տղամարդու հարմարավետ կոստյումներ։ Գրեք Damat Twin, եղեք տարբերվող, նորաոճ եւ ինքնավստահ։ Հասե Երևան Մոլ եւ Dalma Garden Mall։ Ծուխա գալիս, ծուխ։ Բացեք ունայք։ Աբրակադաբրը։ Անհետացան, անհետացան։ Բայց կեսը։ Չէ, բոլորը անհետացան, սա ձեր ստորագրած դեզերն է։ Իմ ձեռքում է։ Ոյ, մենակ ստորագրածներն է մնաց։ Մենակ ստորագրածներն, այո։ Շատ շնորհակալություն։ Շատ լավ անցավ։ Ես ճիշտ ասած լարված էի սկզբից, բայց որ մտա բեմ, արդեն հանգստացա, ինձ խորավ լարվածությունը։ Ոնց որ սովորական գնացի, ցույց տվեցի։ Ստորագրությունները ծախում եմ, թանկ։ Բոլորի ստորագրություններն է, այո։ Չգիտեմ ճիշտ ասած որը ումն է, բայց Անդրեյնը գիտեմ հաստատ, հեսա։ Ծուխա գալիս միկրոֆոնից վերցրեք։ Տվեք իմ միկրոֆոնը։ You know what I mean, don't you know? Butterflies all have found. You know what I mean. Այսին ելույթներից մեկն էր, որ երեթե անցավ իմ ուզածի պես։ 17-ամյա հայ պատանին ստեղծել է արհեստական բանականություն, որը փոխում է ապագայի պատկերացումը։ Zero հայկական տեխնոլոգիական շոկ։ Առաջին հայկական AI-ը բազմաֆունկցիոնալ օգնական, որը ոչ միայն հասկանում է հայերեն, այլև կատարում է բարդ հրահանգներ, ավտոմատ կազմակերպելով ձեր օրը եւ խնայելով ձեր ժամանակը։ Zero-ն ձևավորում է արհեստական բանականության նոր մշակույթ, ազդարարելով որակական նոր փուլ։ ասած բոլոր մկաններս ձգված են ու այսօր մի քիչ վատառողջ էի, կոկորտս էր ցավում, բայց Փարքաստու Աստծո կամքով, Աստծո շնորհիվ ամեն ինչ հաղթարեց։ Կոկորտս անկեղծ այդ վաղ չորացել էր, ուզում էի ջուր ուզեի, հենց ամանչեցի։ Ինչպես տեսակ բուրըն էմոցիաների եւ էներգիայի տեղատարապ էր թե բեմում, թե կուլիսներում։ Իսկ հիմա հենց դուք եք որոշելու, թե ովքեր են այն երկու հաջողակ մասնակիցները, ովքեր կստանան հնարավորություն հայտնվելու եզրափակիչ փուլում։ Ինչ խոսք, ընտրությունը բարդ է լինելու։ Իսկ հիմա առաջարկում եմ ավելի մոտիկից ծանոթանալ մեր մասնակիցների հետ։ Ես մի երազանք ունեմ, որ դառնամ հայտնի երգիչ։
հետ մեր առաջին հանդիպումը 5 տարեկան էր ինքը, ասեցի, որ շուտ է, երեխան մեղքա փոքր է, առհասարակ այդ տարիքում ես որպես ուսուցիչ կարծում եմ, որ պետք չի երգեցողությամբ դեռ զբաղվել, ձայն մշակել եւ այլն, սակայն իրենց պնդումներից հետո եւ շփման ընթացքում նաեւ հասկացա, որ Կարենը այդքան էլ տենց սովորական բալիկ չէ։ Դպրոցում իմ ամենասիրած առարկան ֆիզկուլտուրան է, որովհետեւ ես շատ ակտիվ եմ, շատ եմ սիրում սպորտաձևեր, փոքր ժամանակ գնացել եմ տարբեր սպորտաձևերի, գիմնաստիկայի, բռնցքամարտի, լողի, բրեյք դանսի, բայց այդ բոլոր սպորտաձևերից դուրս եկա, քանի որ զգացի, որ երաժշտությունն է իմը եւ այդ սպորտաձևերը խանգարում էին իմ երաժշտականին։ Ես տեսել եմ բրիտանական Got Talent-ը, ցանկացա Հայաստանում էլ լինի, երբ տեսա, որ արդեն Հայաստանում էլ է բացվել այդ հայտը, շատ ուզեցա մասնակցեմ։ Մեր նախագծի հովանավորն է Royal Armenia ընկերությունը իր սուրճերով եւ սրճային ըմպելիքների անընդհատ թարմացվող տեսականիով։ Շուրջ 30 տարի հայկական շուկայում։ Նախագծին լրջորեն ենք պատրաստվում, քանի որ ասեմ բոլորը արդեն գիտեն, դա մի քանի անգամ էլ նշվում է, որ աղասին սուպերստար նախագծից է, այստեղ աղասին ավելի վստահ է ներկայանում, քանի որ ճանապարհ է անցել Շանթի հեռուստաընկերության հետ։ Ընդհանրապես Շանթ հեռուստաընկերությունը ինձ տվել է շատ դրական էմոցիաներ, շատ ընկերներ, ում հետ ես մինչ օրս շփվում եմ, հանդիպում ենք, ուրախանում ենք։ Եվ այն ամենակարևոր բաներից մեկը, որ ինձ տվել է, դա անփոխարինելի փորձը աշխատել բեմի վրա, աշխատել նկարահանող խմբի հետ, աշխատել լրագրողների հետ եւ աշխատել ընդհանրապես անձնակազմի հետ։ Դա ես շատ եմ գնահատում եւ անչափ շնորհակալ եմ շատ հեռուստաընկերությանը նման հնարավորության համար։ Ну, я бы хотел сказать, конечно же, большое спасибо своей жене Алене, которая занимается всей волокитой, со всеми общается. Я это просто очень не люблю, мне это очень тяжело дается. Երևան Մոբայլը Հայաստանում տեխնիկայի խանութների վստահելի եւ ժամանակակից ցանց է։ Տարիներ շարունակ ներկայացնում է նորագույն սմարթֆոններ, գադջետներ եւ աքսեսուարներ, ապահովում է բարձրակարգ սպասարկում, պաշտոնական երաշխիք եւ շահավետ ապառիկ պայմաններ։ Երևան Մոբայլի մասնաճյուղերը հասանելի են ոչ միայն Երևանում, այլ նաեւ Գյումրիում եւ Վանաձորում։ Գործում է առաքում դեպի Հայաստանի ցանկացած կետ։ Երևան Մոբայլ, ձեր թվային աշխարհի ուղեկիցը։ Էսի դանդաղ կլի, սենց slow-mo-ով հեռուստացույց եմ նայում խաղաթղթերով, հեռախոս եմ նայում խաղաթղթերով, ես իմ ամեն ինչ անում եմ խաղաթղթերով, քննում եմ խաղաթղթերով։ Ասենք ուզում եմ, որ դուք վերցնեք ղարի 9։ Ասում եմ, ասեք ստոպ։ Ստոպ։ Բացում եք եւ ղարի 9-ն է։ Վերջ, այդքանը։ Ընդհանրապես համարներ պատրաստ ունեմ, դրա համար հենց ընտրում եմ պատրաստ համարներից ու ոնց որ վերհիշում եմ իրանց տեքստի հետ կապված հիմնական պարապմունքս, քանի որ մտածում եմ թե ինչպես ասեմ, ինչ բառեր օգտագործեմ, ինչպես ոնց որ գրավեմ ուշադրությունը, հիմնական պարապմունքը հենց դրա հետ կապված, քանի որ տեխնիկան ամեն օր sense խաղաթղթերով եմ։ Իսկապես շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպիսինն են մեր մասնակիցները ոչ միայն բեմում, այլ նաև առօրյա կյանքում։
այնպես որ հետևեք մեր թողարկումներին, քանի որ մենք միասին բացահայտելու ենք մեր մնացած մասնակիցներին։ Բաց մի թողեք մեր թողարկումները յուրաքանչյուր 5 օրին ժամը 21:30-ին Շանթի եթերում։ Հա, մի բան էլ, եթե ցանկանում եք նախագծի թողարկումները տեսնել եթերից ավելի շուտ, ապա ներբեռնեք Շան Digital TV հավելվածն ու բաժանորդագրվեք։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։